Սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք կառավարության ծրագրի 25 թվականի կատարման ընթացքի արդյունքների մասին զեկույցը։ 25 թվականի, սակայն չգիտես ինչու ներկայացում ենք 26 թվականի կատարված աշխատանքները, դե երևի 25-ի մասին բան չունեն ասելու, դա էլ ձև է 25-ի չկատարածների պատասխաններից խուսափելու համար։ Հիմա առողջապահություն եւ բնականաբար առաջին հերթին առողջության ապահովագրական համակարգ։ Մարտի 12-ին նիստում կառավարության որոշմամբ 26 թվականի պետբյուջեի մասին օրենքում փոփոխություն կատարվեց, համաձայն որի 2.9 միլիարդ դրամի վերաբաշխում կատարվեց, ընդ որում 2.5 միլիարդը պահուստային ֆոնդից կառավարության, 300 միլիոնը հանրային առողջության պահպանման եւ 100 միլիոնը դեղապահովման ծրագրերի 3-րդ, 4-րդ եռամսյակներում հատկացված գումարներից եւ այդ եռամսյակներում այդ երկու ծրագրերի համար հիմա բյուջեում նախատեսված է 0 դրամ։ Ասել է թե սխալ հաշվարկների, սխալ կառավարման արդյունքում մենք ունեցել ենք բժշկական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների կուտակում եւ վերաբաշխված 2.9 միլիարդը ծածկում է ընդամենը մինչեւ փետրվարի 28-ը ծառայությունների 86%-ը։ Այսինքն արդեն առաջին եռամսյակում գրանցվել է միջոցների անբավարարություն եւ խոսում եք այն բանի մասին, թե ինչու է ընդդիմությունը մտահոգված մինչեւ տարեվերջ համակարգի կիրառման հնարավորությունների վերաբերյալ։ Ավելի մեծ դիֆիցիտ առաջանալու է երկրորդ եռամսյակում, որովհետև եթե առաջին եռամսյակում որոշակի տեխնիկական խնդիրների պատճառով պահանջարկը այդքան շատ չէր, հիմա այդ տեխնիկական խնդիրներից մի մասը լուծվել են եւ պահանջարկն ավելի մեծ է լինելու։ Դեղորայքի համար նախատեսված 5.1 միլիարդ դրամից արդեն 2.7 միլիարդը տրամադրվել է, տարեկան նախատեսված 5.1-ից 2.7-ը արդեն տրամադրվել է առաջին եռամսյակում, բա մնացած 3 եռամսյակների համար այդ ֆինանսական պակասորտը ոնց է լրացվելու։ Երեխաների 28%-ն արդեն առողջական խնդիրներով դիմել է համակարգին, երեխաների 28%-ը, ընդ որում երեխաների բուժծառայությունների մատուցման բոլոր մատուցման աշխատանքները նորից անվճար է եղել։ Ասել է թե նախկին տարիներին առողջապահության նախարարությունը այնպես չի աշխատել, որ մենք ունենք 28% երեխաների հիվանդության գրանցում այսօրվա առաջին եռամսյակի իրավիճակում։ Դա լուրջ անվտանգային խնդիր է։ Մեծ են բողոքները դեղերի համար համավճարներից։ Առաջին, երկրորդ խմբի, ասենք օրինակ Պարկինսոնի հիվանդության հիվանդները, նրանք մինչև հիմա դեղերը ստանում էին անվճար, հիմա ստանում են 2/3 համավճարով։ Սա է արդյունավետությունը այս համակարգի։ Իսկ հիմա ապահովագրական համակարգի ներդրման ամենալուրջ խնդրի մասին։ Պարզ է չէ, որ բուժ անձնակազմի ոչ մի համակարգ, բուժ անձնակազմի առանց նրանց մասնակցության ոչ մի նման համակարգ չի կարող կիրարկվել։ Պարզ է չէ, որ բժշկի բուժ անձնակազմի աշխատանքը պետք է գնահատել ըստ արժանվույն։ Նախարարը հայտարարում է, թե համակարգի սեղանակում բժիշկների աշխատավարձը բարձրացել է։ Ում եք խաբում։ Դուք բժշկի ծանրաբեռնվածությունը ավելացրել եք եռակի անգամ, աշխատավարձը կոնկրետ մեկ ծառայության դիմաց իջել է ամենաքիչը կրկնակի անգամ եւ դուք սա համարում եք աշխատավարձի բարձրացում, ասենք օրինակ բժիշկը 10 ծառայության համար ստանում էր 100,000 դրամ, հիմա 20-25 ծառայության համար ստանալու է 120,000 եւ դուք համարում եք, որ սա աշխատավարձի բարձրացում է, այդպես եք մտածում երկիր կառավարում։ Փաստացիորեն դուք ըստ էության սրանով կազմաքանդում եք առողջապահական համակարգը եւ դրա արդյունքում մենք շատ շուտով, շատ արագ կարող ենք ունենալ Աստված մի արասցե բժիշկների վերապրոֆիլավորում լավագույն դեպքում եւ վատագույն դեպքում արտագաղթ։ Սա առողջապահական համակարգի կազմաքանդում է եւ ինքնին անվտանգային խնդիր։ Թե դուք հենց դա էլ ուզում եք, չէ՞ որ անառողջ մարդ ավելի հեշտ կառավարելի է, ավելի հեշտ կընտրի իրեն դեղ տվողին, չմտածելով, որ ինքը անառողջ է դարձել եւ դեղ տվողի կարիքը ունի հենց այդ դեղ տվողի վարած ոչ ճիշտ սոցիալական քաղաքականության արդյունքում։ Հիմա կրթության ոլորտ։ Անընդհատ խոսում էի 300 դպրոցի մասին, հիմա փառք Աստծո իմ համար հետևողական այս հարցադրումներից հետո արդեն արձանագրում եք, որ 102 դպրոց է կառուցվել, 51-ը կառուցվել, 51-ը վերանորոգվել։ Իմ ձեռքի տակ է
300 դպրոց ծրագրի շրջանակներում իմիջայլոց ծրագիրը հիշեք անվանել էիք մինչև 26 թվականը։ 300 դպրոց ծրագրի շրջանակներում այդ կառուցված եւ վերանորոգված 51 դպրոցների ցանկը։ Իմ ձեռքի տակ է նաեւ ՀՀ կառավարության 215 թվականի հուլիսի 23-ի 797 որոշմամբ 4-րդ հավելվածը, որտեղ նորից 15 թվականի կառավարությունը ցուցակ է նախատեսել, ցուցակ է հաստատել դպրոցների կառուցման, վերակառուցման աշխատանքների եւ 15-20 եւ հայտարարված է դուք կառավարությունը ձեր կառավարությունը հաստատել է այդ ցանկը մինչև 22 թվականը այդ ցանկից արդեն աշխատանքներն ավարտված դպրոցների եւ ի զարմանս շատ-շատերին այդ դպրոցների ցանկը շատ մեծ համընկնում ունի 23 թվականին ձեր կառավարության այս 300 դպրոցի շրջանակում հաստատված դպրոցների հետ։ Օրինակ, Զոլաքարի դպրոց համար 2, Զոլաքարի դպրոցի կառուցումը ավարտվել է 2018 թվականին, ներառված է ձեր 51-ի մեջ։ 18 թվականին դուք դեռ իշխանություն չէիք։ Եվ սա ներառվել է այդ ցանկի մեջ։ Հաջորդ օրինակները կարդամ. Երևանի 42, 51, 135, 142, 143 դպրոց, Մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան, Սևանի Աբովյանի անվան, Վաղարշապատի 5-րդ դպրոց, Գյումրիի ակադեմիական վարժարան, Գորիսի Բակունցի անվան թիվ 1 դպրոց, Կապանի թիվ 7 դպրոց, էլ որն ասեմ, էլ որը։ Այս բոլոր դպրոցները 15 թվականի այդ ցուցակում կան, որոնք ավարտվել են արդեն 21-22 թվականին որոշներ, որոնք հիմնական աշխատանքներն ավարտվել էին 17, 18, 19 թվականներին դուք իրականացրել եք ընդամենը վերջում մի փոքր բարեկարգման տարածքների բարեկարգման աշխատանքներ եւ դուք ներկայացնում եք այդ դպրոցները 51 ձեր կողմից կառուցված դպրոցների ցանկում։ Ամոթ է։ Հիմա ձեր կողմից, ձեր կառավարության կողմից փակված դպրոցների մասին արդեն 22 դպրոց փակվել է, ձեր կառավարության, ձեր նախարարության տված ցանկն է եւ սեպտեմբերի 11-ին 23 թվականի հաստատված է ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրով 229 դպրոցների ցանկ։ Բոլորը սահմանամերձ գյուղերի շատ փոքր, այո, քիչ աշակերտական կազմ ունեցող դպրոցներ, գյուղերում միակ դպրոցների ցանկ։ Եվ երբ ես նախարարությանը դիմել եմ պարզելու համար, թե ինչ աշխատանքներ են կատարվել այդ դպրոցներում, այդ կրթության որակյալ, ապահովման համար, որը ինչ պատասխան եմ ստացել։ Պատասխան։ Խոսվում է 300 դպրոց 500 մանկապարտեզի մասին, խոսվում է ուսուցիչների վերաատլասավորման արդյունքների մասին, խոսվում է 800 դպրոցների լաբորատորիաների վերազինման մասին, բայց ոչ 300 դպրոցների ցանկում, ոչ այդ 800 դպրոցների ցանկում, որ լաբորատոր սարքավորումներով վերազինվել են, այս գյուղի դպրոցները չկան։ Այսինքն, դուք ում եք խաբում, այդ սպուպուշ վերնագրերի տակ դպրոցների ցանկեր եք դնում եւ դեռ ավելին վարչապետը կառավարության նիստում ասում է. մենք դպրոցներ չենք փակում, մենք ավերակներ ենք փակում։ Եթե ավերակներ էին, այս 300-ի մեջ մտցնեիք, կառուցեիք, վերակառուցեիք, որովհետեւ սա ռազմավարական խնդիր է, ոչ թե դպրոցները փակեք եւ անունը դրեք որակյալ, չգիտեմ, կրթություն ապահովելու ծրագիր։ Հիմա սոցիալական խնդիրների մասին խոսում եք միջին կենսաթոշակի ավելացման մասին եւ խոսում, որ միջին կենսաթոշակը պետք է հասներ նվազագույն սպառողական զամբյուղին։ Առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ այդ նվազագույն սպառողական զամբյուղը 82,000 է ձեր առողջապահության նախարարության հաշվարկով։ Հոկտեմբերին 2025-ի դրությամբ։ Այսօր 49 + 10 + 4100 հետ վճարը անում է 63,000։ 63-ը ուր, 82-ը ուր, պլյուս հոկտեմբերից մինչև հիմա այդ գնաճը։ Եվ հերիք է մարդկանց, եւ դեռ ավելի թոշակառուին այն ժամանակ ասում եք դուք ծախսել չգիտեք, ձևը չգիտեք, հիմա ասում եք այդ 10,000-ը տվել ենք։ Գնացեք Կիպրոս եկեք 5 անգամ։
Գնացեք, եկեք, ծաղրում եք թոշակառուներին։ Ինչի թոշակառուն չի տեսնում այդ իր ավել ստացած, ձեր ասած ավել ստացած գումարով ինչ ծախսերի տակ է կանգնում։ Նվազագույն աշխատավարձը խոստացել էիք, հիմա ավարտում եմ։ 85,000 իրականում 75,000 է եւ նա պետք է հավասարվեր ըստ ձեր ԵՄ գնալու գործընթացի խոստումների սոցիալական եվրոպական խարտիայի պահանջին միջին աշխատավարձի 40%-ը դուք հայտարարում եք ձեր զեկույցում որ միջին Դե առանց խոսափող թող խոսի, ինչ խնդիր կա։